Այսօրվա իմ պատգամը վերնագրել եմ Աստված փրկություն է կամ Աստծով փրկվածը։ Սիրելի բարեկամներ, այսօր ես կենսագրական պատգամ պիտի ասեմ մեկի կյանքից, ում անունը այսպես է թարգմանվում. Աստված փրկություն է։ Գիտեք չէ, Հիսուսի անունը թարգմանվում է, Եշուա անունը թարգմանվում է Եհովան փրկիչ։ Բայց այս մարդու անունը թարգմանվում է Աստված փրկում է։ Ինչ լավ անուններ են, չէ՞ դրել իրենց երեխաներին։ Աստված փրկում է։ Ամեն անգամ ծնողները կանչում են. Արի, Աստված փրկում է։ Ես փրկված եմ Աստծով։ Ամեն անգամ այդպես են կանչում իրենց երեխաներին։ Գիտեք, նա շատ բաներում խորհրդապատկերում է Հիսուսին։ Նա ինչպես Հիսուսը քայլում էր բորոտներին բժշկելով, հրաշքներ կատարելով, մեռելներին հարություն տալով, մեղքը հանդիմանելով եւ ապագա բաների մասին մարգարեանալով։ Անկամ ասեմ ձեզ սիրելիներ, 5 կտակարանի մեջ հիշում եք հացի բազմացում։ 5 կտակարանի մեջ այս Աստծո մարդը 20 գարի հացով կերակրեց 100 հոգու եւ գրածա ավելացավ այդ կերակուրից։ Ուզում եմ կարդալ 4-րդ Թագավորաց 4-րդ գլուխ 42 խոսքից։ Բահաղ Սաղիսայից մի մարդ եկավ եւ Աստծո մարդու համար առաջի բերքից հաց բերեց, 20 հատ գարու հաց եւ թարմ հասկեր պարկով եւ մարգարեն ասաց. «Տուր ժողովրդին, որ ուտեն»։ Նրա ծառան ասաց. «Այսինչ է, որ դնեմ 100 մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. պիտի ուտեն եւ դեռ պիտի ավելանա»։ Նա դրեց նրանց առաջ եւ նրանք կերան եւ Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ։ Հենց ժողովրդին հայտնի էր այս հրաշքի պատմության մասին։ Եվ ահա գալիս է Հիսուսը եւ հրաշք է անում 5 հացով, գարի հացով եւ 2 ձկով կերակրում է 5000-ից ավել տղամարդկանց։ Ասում են մոտավորապես 15000, 10-ից 15000 մարդու է կերակրում։ Ոչ թե 20 գարի հացով 100 հոգու, այլ 5 գարի հացով 15000 հոգու։ Հիսուսը ավելի մեծ հրաշք գործեց, քան այս մարդը։ Եվ ասեմ ձեզ ելնիներ, գրածա, որ 12 կողով ավելացավ Հիսուսի հրաշքից հետո։ Այս մարդը Եղիսեն էր։ Չգիտեմ ինչ գիտենք Եղիսեի մասին, ինչքան են կարդացել Եղիսեի մասին, բայց մեկ ամիս առաջ խմբերով երբ որ շրջում էի ու հարց էի տալիս, ոչ ոք չէր հիշում Եղիսեի կատարած այս գարի հացի հրաշքը։ Սա նշանակում է մի բան, մենք Աստվածաշունչ չենք կարդում։ Եթե մենք Աստվածաշունչ կարդանք, ուշադիր կարդանք, կհիշեինք այս պատմությունը, որ տեղի է ունեցել այս հրաշքի բազմացումը։ Եկեք միասին տեղափոխվենք Եղիա մարգարեի ժամանակները։ Նրանք ովքեր Եղիային չեն ճանաչում, ասեմ ձեզ, Եղիան Աստծո մարգարե էր, ում հրեղեն կարգերով Աստված երկինք բարձրացրեց եւ մահ չտեսավ այս մարդը։ Եղիան այն մարգարեն էր, որը այլակերպության լեռան վրա հանդիպեց Հիսուսին եւ նրա հետ խոսում էր Երուսաղեմում տեղի ունենալիք բաների մասին։ Երբ որ Աստված խոսած Եղիայի հետ, տեսեք ինչ հետաքրքիր խոսակցություն են ունենում Եղիան ու Աստված։ Աստված հարցրեց. «Ինչ ունես այստեղ Եղիա»։ Եղիան փախել էր թագուհուց, թագավորից, ասեմ պատմությունը, նրանք ուզում էին սպանեին Եղիային, չար Աքաբ թագավորը, ավելի չար իր թագուհի կինը, մի խոսքով Հեզաբելը, ուզում էին սպանեին։ Եվ նա փախել էր Տիրոջից մի քարայրում եւ Աստված ասեց. «Եղիա, ինչ ես անում ստեղ»։ Ու Եղիան սկսում է իր արգումենտները ասել, տեսեք։ Մեծ նախանձախնդրություն ունեցա զորությունների Տեր Աստծո համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները եւ քո մարգարեներին սպանել են սրով, մենակ ես եմ մնացել։ Ինձ էլ որոնում են, որ սպանեն։ Եվ Տերն ասաց նրան.
Վերադարձիր քո ճանապարհով, անապատով գնա Դամասկոս եւ հասնես Ազայելին թագավոր օծիր ասորիների վրա եւ Նամեսիի որդի Հեյուին էլ թագավոր օծիր Իսրայելի վրա եւ Աբել Մաուլացի Սապատի որդի Եղիսեին էլ մարգարե օծիր քո փոխարեն։ Եվ շարունակում է 7000 հոգի կան, որոնք չեն երկրպագում Բահաղին։ Եվ ասեմ ձեզ սիրելիներ, որ այս 7000-ից մեկն էլ Եղիսեն էր, 7000-ից մեկը, որը չէր երկրպագում Բահաղին։ Եղիան, երբ որ լսեց այս հանձնարարությունը Աստծուց, շտապեց գնալու կատարելու այս հանձնարարությունը եւ գնաց հասավ Աբել Մաուլա քաղաքը։ Այս քաղաքը հարուստ էր գյուղատնտեսությամբ, իսկ Սափատը, որ Ռուբենի ցեղից էր, առաջադեմ էր իր տնտեսության մեջ։ Նրան օգնում էր իր որդի Եղիսեն, նա այգեգործությամբ էր զբաղվում եւ գրած է, երբ նա լծում էր իր եզները եւ 12-րդ եզի մոտ էր, Եղիան անցնում էր այդ ճանապարհով։ Եղիան գտավ Եղիսեին։ Երրորդ թագավորաց 19-րդ գլուխ 19 խոսք։ Հետաքրքիր պատմություն ասա, սիրելիներ։ Սա կանչն է Եղիսեի Աստծո ծառա դառնալու։ Ես ուզում եմ այսօր սիրելիներ, որպես ոչ թե պատմություն նայենք, ես ուզում եմ, որպեսզի այս պատմությունների մեջ մեզ տեսնենք, ամեն մեկս, եւ կհասկանանք մի բան, որ Աստծո խոսքը այնքան խորուն կա, որ այսօր էլ այն ինչ որ պատահել է այն հին ժամանակներում, այսօր էլ արդիական է եւ օգնող է մեզ Աստծո խոսքը, ինչպես մենք վարվենք։ Դրա համար որպես ուղակի պատմություն եկեք չնայենք, այլ նայենք այսօր մեր օրերում ինչ ունի այս պատմությունը մեզ տալու։ Գնաց Սապատի որդի Եղիսեին գտավ եւ նա վեր էր անում 12 լուծյես իր առաջ եւ ինքը 12-րդի հետ էր։ Եվ Եղիան անցավ նրա մոտով ու իր վերարկուն գցեց նրա վրա։ Նա թողեց եզները, վազեց Եղիայի հետևից եւ ասաց. «Թող համբուրեմ հորս ու մորս եւ հետո կհետևեմ քեզ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա ու վերադարձիր, որովհետեւ ես քեզ ինչ եմ արել»։ Եվ նա ետ դարձավ նրա մոտից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց եւ եզների լծափայտերով եփեց նրան միսն ու տվեց ժողովրդին եւ նրանք կերան այն եւ վեր կացավ ու գնաց Եղիայի հետևից եւ ծառայում էր նրան։ Եղիա, քեզ հետ խոսացողը կարող էր խոսալ նաեւ Եղիսեի հետ։ Եթե Եղիա քեզ Աստված ասել էր գնա գտի Եղիսեին ու նրան օծի մարգարե քեզանից հետո, ապա իմացի, որ միջև քո գալն էլ Եղիսեի հետ էր խոսացել Աստված ու ասել էր ով որ կգա վերարկուն կգցի քո վրա, նրան կհետևես։ Եվ դրա համար էլ մի անգամից Եղիսեն եկավ կանգնավ Եղիայի մոտ, ասեց մենակ հրաման տու գնամ հորս մորս հրաժեշտամ, նոր կգամ քո հետևից։ Եղիան ասում ախր ես հələ բան չասեցի քեզ։ Ես մենակ հələ վերարկուս եմ գցել քո վրա։ Բայց արդեն պարզ էր ամեն ինչ Եղիսեի համար։ Ինչ արեց Եղիսեն։ Երկու ես մորթեց եւ լծից կրակ վառեց, խաշլամա եփեց ու բաժանեց ժողովրդին։ Քեզ բան չի հիշացնում ես խաշլամեն։ Ոնց որ քելեղ բաժաներ։ Մեռավ այգեգործ Եղիսեն այդ օրը։ Վերջացավ դաշտում աշխատելը, սկսվեց նոր ժամանակաշրջան, սկսվեց Աստծո դաշտում աշխատելու Աստծո ծառայի նոր կյանքը։ Դրա համար էլ այդ լրիվ այդ խաշլամի այդ process-ը արեց, ժողովրդին հրաժեշտ տվեց, ասեց վերջ, Եղիսեն չկա էլ են հին, ես նոր կյանք եմ սկսելու, ու այս կյանքը տարբեր է այգեգործի կյանքից։ Մինչ Աստծո հզոր մարգարե լինելը, պիտի դառնար Աստծո հզոր մարգարեի ծառա։ 4-րդ թագավորաց 2-րդի 9-ում մարգարեներն ասում էին, որ Աստված քո տիրոջը Եղիային վերցնելու է երկինք։ Ասում էր գիտեմ, սուս մնացեք, գիտեմ։ Ու երբ որ նրանք առանձին էին Հորդանանն անցան,
Երիքովի մոտ էին եւ հետաքրքիր Եղիան հարց է տալի Եղիսեին։ Խնդրիր, ինչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզանից վեր չեմ առել։ Խնդրի, ինչ ուզես, ասա, ինչ անեմ քո համար։ Օրինակ դուք ինչ կուզեիք։ Ինչ կուզեիք Եղիայից, այն Եղիայից, այն հզոր մարգարեից, որը պիտի բարձրանար երկինք։ Եղիսեն ասաց. թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա։ Եվ նա ասաց. դժվար բան խնդրեցիր։ Եթե քեզանից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի։ Ինչ արթուն վիճակի մեջ պիտի լիներ Եղիսեն, որ այդ պահը տեսներ։ Եղիսեն ուզեց Եղիայի զորության կրկնապատիկը։ Մենք այստեղ կարդում ենք ոգի բառը, քո ոգին կրկնապատիկ լինի, շատերս չեն կարողանում հասկանալ ինչ է այդ ոգին։ Ոգի բառը զորություն է նշանակում սերներ։ Ոգելից խմիշք։ Շատերը շատ իմաստություն են բանանում, ասում են ոգելից խմիշկը նշանակում է ոգիներով լցված խմիշք։ Ոգելից խմիշկը զորություն ունեցող խմիչք է, ռուսերենով крепкий напиток, որը կարող է մարդու վրա ազդել։ Հովանեսն էլ եկել էր Եղիայի զորությամբ, այն որ ասում է Եղիայի հոգով։ Եղիայի նույն զորությամբ էր եկել Եղիսեն, ոչ թե Եղիայի հոգին մտել էր Հովանեսի մեջ, Հովանեսը ծնվել էր, այտենց չի սերներ, այստեղ խոսքը գնում է զորության մասին։ Ասում է ես ուզում եմ այն զորությունը, որ դու ունես Եղիա, ես դրա կրկնապատիկը ունենամ։ Ու դու գիտեք, որ ունեցավ Եղիսեն Եղիայի կրկնապատիկը։ Եղիան 7 հրաշք է գործել, իսկ Եղիսեն 14 հրաշք է գործել։ Կրկնապատիկը ունեցավ Եղիսեն։ Այսօր 14-ի մասին էլ չեմ ուզենա խոսալ, մի քանիսի վրա կկանգնեմ սերլիներ եւ դրանից մենք դասեր ունենք վերցնելու։ Հորդանանը բաժանելուց հետո առաջի հրաշքը Երիքովում տարածքում կատարվեց։ Որն էր։ Երբ որ այնտեղ անհամ ջրերը, անպտուղ ջրերը առողջացրեց։ 4-րդ թագավորաց 2-րդ գլուխ 19 խոսքից ուզում եմ կարդանք։ Այդ քաղաքի մարդիկ ասեցին Եղիսեին. ահա այս քաղաքի դիրքը լավն է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջրերը վատն է, իսկ հողը անպտուղ։ Եվ նա ասաց. ինձ մի նոր կուժ բերեք, եւ մեջը աղ դրեք, եւ կուժը բերեցի նրա մոտ, եւ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, եւ աղ գցեց այնտեղ, եւ ասաց. այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը, որովհետեւ այստեղից այլևս մահ եւ անպտղություն չի լինի։ Եվ այդ ջրերը բժշկվեցին միջև այսօր Եղիսեի ասած խոսքի համաձայն։ Դու գիտեք չէ՞ սերներ, որ միջև այսօր Երիքովի ջրերը բժշկված են, որովհետև ինչ որ Աստված անում է, մշտական անում, հավերժ անում։ Կարող ենք ասել մեր երկիրը լավն է։ Չասեք երբեք էս ինչ երկիր է։ Տեսեք, այդ մարդիկ ապրում են մի երկրի մեջ, որտեղ ջուրը անհամ էր, հողն էլ անպտուղ էր, բայց իրանք ասում էին լավն է երկիրը։ Տեղը լավն է, երկիրը լավն է, բայց մի բան է պակասում։ Քաղցրահամ ջուր է պակասում։ Անուշ ջուր է պակասում։ Թե չէ ամեն ինչ լավ է այս երկրի մեջ։ Ամեն ինչ լավ է այս երկրի մեջ, բայց հարաբերությունները մարդկանց միջև շատ վատն են։ Անպտուղ են։ Անպտուղ է հոգևոր կյանքն ու աստվածապաշտությունը մեր այս լավ երկրի մեջ։ Մեծերի հանդեպ հարգանքը, փոքրերի ամբարտավանությունը։ Մի երկիր, որ բոլորը իրենց վարչապետ, նախարար եւ խորհրդատու են կարծում։ Ինչ է մեզ խորհուրդ տալիս Եղիսեն։ Եղիսեն ասում է. եթե ուզում ես այս երկրի հարաբերությունները առողջանա, եթե ուզում ես այս երկիրը բժշկվի ու քաղցրանա, պետք է նոր կուժ բերել։ Նոր կուժ եւ այդ կուժի հետ աղ։
Միայն այդ դեպքում կարող է այս ջրերը առողջանալ։ Սիրելիներ, դրա մասին խոսած նաև Հիսուսը։ Խոսած նոր մարդու մասին, խոսած վերստին ծնված մարդու մասին, խոսած այն շնորհքի մասին, որ այդ նոր կուժի մեջ պիտի լցվի։ Միայն այդ նոր կուժերը կարող են իրենց շրջապատը, իրենց փոխհարաբերությունները այդ շրջապատի մեջ առողջացնել։ Դարել ես նոր կուժ, գործում ա քո ներսից Աստծո շնորհքը, ուրեմն իմացի, այն կողքի հարաբերությունները, որը վատն են, կսկսեն քաղցրահամ դառնալ։ Տիրոջ խոսքի համաձայն։ Եթե մենք օգտագործենք այդ շնորհքը, օգտագործենք այդ աղի համը, օգտագործենք մարդկանց համ տալու, այդ հարաբերությունները կփոխվեն։ Մարդիկ կտեսնեն, որ մենք հին, ճակճկված կժեր չենք, այլ նոր կուժ ենք։ Կտեսնեն, որ մեր մեջ եղած ջուրը անուշա, քաղցրահամ է, եւ ոչ թե դառն ու լեղի է։ Եվ այդ մարդիկ տեսնելով դարձի կգան ու կուզենան իմանալ մեր Տիրոջ մասին։ Դառնանք նոր կուժ եւ թույլ տանք, որ այդ աղը լցվի եւ բժշկի մեր երկիրը։ Այո, սերունդներ, մենք աղոթում ենք մեր երկրի համար։ Մենք աղոթում ենք, որպեսզի հարաբերություններն առողջանան մեր երկրի։ Այս մթնոլորտը մենք քրիստոնյաներս հասկանում ենք ինչ ահավոր մթնոլորտ է այսօր Հայաստան աշխարհում։ Եվ մենք աղոթում ենք, որպեսզի փոխվի մեր երկրի մթնոլորտը։ Լեցվեն ժողովուրդը իրար հանդեպ սիրով, եղբայրասիրությամբ։ Ամեն մեկս նոր կուժեր գործ ունենք անելու։ Ունենք անելու, որովհետև մեր մեջ Հիսուսն ասում է, ձեր անձերի մեջ աղ ունեցեք։ Այո, այդ նոր կուժի մեջ աղ է պետք ունենալ եւ այդ աղը օգտագործել։ Խոսացեք մարդկանց, խաղաղության խոսքեր, սիրո խոսքեր, ապաշխարության խոսքեր, Աստծո ճանաչողության խոսքեր խոսացեք, որ մարդիկ դուրս գան այդ վատ, անպտուղ իրավիճակից։ Տերը օգնական լինի մեզ սիրելիներ, մենք այս process-ի մեջ ենք։ Ես հավատում եմ, որ ինչքան նոր կուժերը շատ լինեն, ապա հույս կլինի այս հիասքանչ երկրում բժշկություններ լինելու համար։ Փառք Աստծո։ Փառք Տիրոջը։ Բժշկեց այդ ջրերը, ժողովուրդը ուրախացան, խմեցին, դե շարունակեց իր ճանապարհը դեպի Բեթել։ Ինչ է նշանակում Բեթել։ Աստծո տուն։ Այո, թարգմանվում է Աստծո տուն։ 4-րդ Թագավորաց 2:23 համարը։ Եվ նա այնտեղից գնաց Բեթել եւ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ երեխաներ դուրս եկան եւ ծաղրելով ասում էին նրան. «Վեր եկ կնտակ, վեր եկ»։ Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ եւ Տիրոջ անունով անիծեց նրանց։ Անտառից 2 արշ դուրս եկան եւ նրանցից 42 երեխա պատառոտեցին։ Այնտեղից գնաց Կարմեղոսարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։ Առաջի հայացքից նայում ես, ասում ես, մեղ չէին այդ 42 երեխան։ Ինչի մարգարե։ Լավ, դու էլ Աստծո մարդ ես, չէր կարող չլսել ու տալ ու գնալ։ Ինչի համար այդ երեխեքին հրամայեցիր այդ արջերն եկան կամ անիծեցիր այդ արջերն ելան ու այդ 42 երեխային հոշոտեցին։ Ինչի։ Եվ չենք ուսումնասիրում, կարող են այսպիսի մտքեր առաջանալ, բայց երբ սկսում ենք նայել ովքեր էին այդ երեխաների ծնողները եւ ինչ էր կատարվել Բեթելում, ապա լուսաբանվում է այս պատմությունը։ Ուզում եք իրար հետ միասին նայենք, ինչի համար դա տեղի ունեցավ, ինչ էր տեղի ունեցել Բեթելում։ Հերոբովամ թագավորը 2 ոսկի հորդ շինեց։ Մեկը դրեց Բեթելում, մյուսը Գաղգաղայում։ Եվ պաշտել տվեց այդ հորթերին, ասելով. «Սրանք են ձեր աստվածները»։ Պատկերացնում եք, Աստծո ծառաներից, քահանաներից, մարգարեներից ծռվեցին այդ կողմը եւ լծվեցին Բահաղին ավելի աստարովտին երկրպագելու ու թողեցին Եհովային։ Թողեցին կենթանի Աստծուն ու սկսեցին այդ հորթերին երկրպագել։
Ինչ տեղի ունեցավ, կռապաշտությունը սկսվեց, ու դա շարունակվեց մինչև Աքաբ թագավորի ժամանակը։ Այդ կռապաշտությունը բերում էր հարվածներ, ու նրանք, ովքեր վեր էին կանգնում ու ասում էին. դուք Աստծուն հակառակ եք, դուք Աստծուն չեք ծառայում, այդ հորթերը չեն ձեր աստվածները, այդ մարգարեներին սպանում էին։ Ասեմ ձեզ, Եղիան էլ էր դրանցից մեկը։ Եղիան էլ էր, որ կանգնավ ու ասեց. լսեք, Աստծո ժողովուրդ, հերիքա երկու ոտքի վրա կաղաք, կամ Աստվածն է ձեր Աստվածը, կամ էլ այդ Բաղի այդ հորթերն են ձեր աստվածները։ Այսօր որոշեք, որովհետև դու չես կարող երկու տերերի ծառայություն անել, կամ մեկին, կամ մյուսին։ Չես կարող համ հոգևոր լինել, համ էլ աշխարհիկ։ Կամ դու աշխարհիկ ես, կամ դու հոգևոր ես։ Ընտրությունը իմն ու քոնն է, սիրելիներ։ Եվ ասեմ ձեզ, այդտեղ ապրում էին մարգարեներ, որոնք սուտ մարգարեներ էին։ Եվ այս սուտ մարգարեները սուտ մարգարեություն էին անում, եւ նրանք ատում էին ճշմարիտ մարգարեներին։ Կարծես նրանք Եհովայի անունով էին մարգարե անում, բայց Տերն ասում էր. ես նրանց չեմ խոսացել, ես նրանց չեմ ուղարկել, նրանք սուտն են ասում, նրանք խաբում են ժողովրդին։ Հիմա պատկերացնենք այս սուտ մարգարեները իրանց ընտանիքով ժամանակ նրանք հավաքվում էին խմբերով այդ սուտ մարգարեները, եւ պատկերացրեք իրանց ընտանիքով հավաքված քննարկում են իրադարձությունները, ինչը որ տեղի ունեցել շրջապատում։ Այն Եղիայից չպրծած հայտնվել է իր ծառան Եղիսեն։ Այն կնտած գլուխը, գիտեք, կնտակ դա նշանակում է խոսքով, այս մասերը մաս կա, այդտեղ չկա։ Այն կնտած գլուխը, որը Եղիայի գործն է շարունակում։ Ո՞վ է այդ, որ դրան ընդունենք։ Այգեգործ չի։ Ոնց կարա Աստծո ձայնը լսի, այդքան չկա, որ մարգարե լինի։ Գիտեք, ծնողների խոսակցությունը լսում էին երեխաները։ Այն ինչ որ դու տունը խոսում ես, քո երեխաները շատ ուշադիր են լսում։ Եվ քանի որ դու նրանց համար հեղինակություն ես, նրանք քո ասածները հալած յուղի նման ընդունում են։ Մի արտահայտություն կա Սուրբ գրքի մեջ, ծնողները ազող կերան, երեխաների ատամները բռնեց։ Ինչ քո տանը կխոսես, երեխայի առաջ իմացի, հետո դա արտացոլվելու է նրանց կյանքի մեջ, եւ վերջում դու ես տուժվելու։ Ինչ քո տանը կխոսես եկեղեցու մասին, ու վատը կխոսես եկեղեցու մասին, իմացի քո երեխան չի ուզենալու գնալ եկեղեցի։ Եթե հովվից ես խոսում, հարգանք չի ունենալու հովվի նկատմամբ։ Եթե երկրի ղեկավարից ես խոսում, ծաղրում, չի կարող դա անվերադարձ չլինել։ Երեխաները արտացոլանքն են իրենց ծնողների։ Արջերի հոշոտելը դա ուղերձ էր նրանց ծնողների համար։ Որ Աստծո մարդու հանդեպ եղիր հարգալից, այն օծության պատճառով, որ նրա վրա է, պատվիր նրա ծառայության համար։ Թե չէ երեխաները խի պետք է դուրս գային ու ծաղրեին մարգարեին, եթե նրանք լսած չլինեին այդ մարգարեի մասին բաներ։ Ու այդ բաները իրանք լսել էին տանը։ Խոսքը մեզ այսօր հավատացյալներիս է ասում. եղիր նաև իշխանավորի հանդեպ պատվալից իր գործի համար։ Աշխարհը խեղվել է, սիրելի Աստծո որդիներ։ Հո դուք էլ չեք խեղվել։ Մի պա կանգ առեք, միտք առեք, ինչ եմ ասում։ Ես մեռած ձուկ չեմ, որ հոսանքը ինձ տանի, այլ կենդանի լինելով հակառակ պիտի գնամ այդ հոսանքին։ Մի մասնակցեք խավարի անպտուղ գործերին, սրան կամ նրան մեղադրելով կամ
ծաղրելով։ Երբ սոցիալական ցանցերում կտեսնեք ծաղրանկարներ, վարչապետի կամ այլ քաղաքական գործիչներ լինեն, մի լայքիր եւ մի մասնակցիր դրան։ Դու կանչված ես լուսավորելու, խաղաղության որդի լինելու, ծաղր անողների նստած տեղը չնստելու։ Հիշիր, կան արջեր, որոնք հոշոտում են։ Տեղ մի տուր սատանային, չարքերին, դուր մի բացիր անեծքի համար։ Դու երկնային քաղաքացի ես, ավելի վե բաների համար ես կանչված, սիրելի Աստծո մարդ։ Իմ հորդորս է, ինչ քաղաքական տեսանկյուն էլ որ ունենաս, հարգիր նաև մյուս կողմը, որովհետև նրանք էլ քո համաքաղաքացիներն են։ Եվ որպես հոգևորներ չկորցնենք ողջախոհությունը, չնմանվենք այն թափթփուկներին, որոնք արժեհամակարգ չունեն, աճ ու ձախ ծաղրելով։ Մեզ Աստված այսօր խորը հոգևոր արժեհամակարգ է տվել։ Եվ այդ արժեհամակարգը եկեք չնմանվենք, չիշնենք իրանց մակարդակին։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի մնում։ Մեղավորների կամ անիրավների ճանապարհով չի քայլում եւ ծաղր անողների նստած տեղը չի նստում, այլ նրա հաճությունը Աստծո օրենքի մեջ է։ Այս պատմությունից այսքանը սերներ, որ կարող ենք հասկանալ, որ մենք հավատացյալներս, երկնային քաղաքացիներս ավելի մեծ նպատակների համար ենք կանչված։ Կանչված ենք դառնությունը քաղցրությամբ փոխելու, անհամությունը համովությամբ։ Չկորցնես աղ լինելու հատկությունդ, թե չէ բանի պետք չես գա եւ կհայտնվես ոտքերի տակ։ Ես ուզում եմ լինել այն կոչումի մեջ, որ Աստված ինձ կանչել է։ Փառք Տիրոջը։ Կարծում եմ հասկացանք ինչպես մենք պետքա մեզ պահենք, սիրելիներ։ Մենք պետքա որպես հոգևորներ պահենք մեզ, որպես լուսավորներ պահենք մեզ, մեղքը հանդիմանելով պահենք մեզ, չարության վրա չուրախանալով պահենք մեզ, այլ որտև սերը ուրախությանն է ուրախանում եւ չարության վրա չի խնդում։ Չի խնդում, երբ որ մեկին նսեմացնում ու ձեռ են առնում։ Չի խնդում։ Այլ ցավալով աղոթք անում, ասում է Տեր, օրինակ ես ամեն անգամ, երբ որ տեսնում եմ քրիստոնյաները սոցիալական ցանցերի հետ կոմենտների տակ ինչ են գրում, սիրտս սխմվում է։ Ասում եմ այս մարդիկ արդյոք ճանաչում են Տիրոջը։ Արդյոք գիտեն նրան, որովհետև մենք կանչված ենք ավելի կարևոր բան անելու, մեր ժողովրդին մեղքի, խավարի, սատանայի ճիրաններից ազատելու դեպի լույսի թագավորությունը։ Ում է պետք են բարեկեցիկ երկիրը, եթե ամբողջ ժողովրդով մեղավոր են ու գնում են դժոխք։ Ում է պետք են բարեկեցիկ երկիրը, որտեղ հարևանները տարին մեկ են իրար բարևում։ Կամ էլ իրանց հոգը չի իրա կողքինի իրավիճակը։ Ես ուզում եմ, որ մեր երկիրը բժշկվի եւ մենք իրար համար ցավը զգանք եւ մենք իրար համար քաղցր լինենք, եղբայր լինենք, օգնենք, իրար պաշտպանենք, իրար չգցենք եւ այս ժամանակը, որ իրականում առողջություն ու փրկություն կգա մեր երկրին։ Փառք Տիրոջը։ Շարունակելով պատմությունը մի կին մոտեցավ Եղիսեին ու ասեց. դու իմ ամուսնուն լավ ճանաչում էիր, ինքը մարգարեների որդիներից էր, ամուսինս մահացավ եւ մենք ես ու որդիներս ընկել ենք մեծ խնդրի մեջ։ Եղիսեն ասեց ինչ ա եղել, ասում է պարտապաններն եկել են ու պարտքն են ուզում, ես էլ ամուսնուս մահից հետո ընկել եմ պարտքերի մեջ ու չեմ կարողանում պարտքերը տամ, հիմա իմ երեխաներին տանելու են ու ստրուկ ծառա դարձնեն, խնդրում եմ օգնիր ինձ։ Եվ պատասխանը հետաքրքիր, ինչ ունես տունդ։ Ասեց մի փոքր յուղ ունեմ շշի մեջ։ Ասեց դե հիմա լսի ինչ պիտի անես։ Գնա բոլոր հարևաններից ինչքան կուշ, կուլա, ինչքան անոթ կա, տաշտ, հավաքի բոլորը բեր տուն։ Քիչ չհավաքես, այնքան որ տեղ չլինի տանդ մեջ, հավաքի։
Երբ որ քաղաքես, կմտնես տուն ու դուռը հետևիցդ կփակես։ Քո տղաների հետևից էլ դուռդ կփակես։ Դուք տան մեջ կմնաք ու այդ յուղի շիշը կլցես ամանների մեջ։ Դուք պատկերացրեք այդ կնոջը, վերցրել այդ փոքրիկ շիշը, մտել տուն ու լցնում է ամանները, լցվում են ու այդ տուճուր շիշը չի դատարկվում։ Ինչքան աման կվերցներ սեփական այդ տան բակում լցնելու, սենյակները լցնելու, ինչքան աման վերցրած կլիներ։ Ու բոլորը լցվեց։ Երբ որ հարցրեց, աման չկա, տղաներն ասեցին, չէ, չկա։ Հենց ասեցին չկա, յուղը դադարեց։ Եկավ ասեց, բոլոր յուղը լցել եմ Եղիսեին։ Ասեց, դե ուրեմն վաճառիր, համ դու ապրիր, համ էլ պարտ կտու, ու այս հրաշքը կատարվեց այս կնոջ կյանքի մեջ։ Իրեք, երբ որ ես կարդում եի այս հատվածը, իրականում, երբ որ դու դուռը փակես դրսի մտքերի, դրսի բամբասանքների, չարախոսությունների, դրսի ընկասկածների դիմաց դուռդ փակես ու քո ներքին սենյակի մեջ կանգնելով Տիրոջ առաջ իր խոսքը կատարես, հրաշք տեղի կունենա քո կյանքի մեջ, իմացի։ Կհոսի քո կյանքի մեջ Աստծո օրհնությունը։ Եվ Ռուբիկ եղբայրը այստեղ մի հատ ուժեղ հայտնություն ստացա այս կարդալուց։ Քանի անոթ կա, յուղը հոսում է։ Հենց անոթները վերջացան, յուղը դադարելու է։ Քանի եկեղեցում նոր անոթներ կան, դատարկ անոթներ կան, Սուրբ Հոգու յուղը հոսելու է։ Դրա համար եկեղեցու վերարտադրությունը կարևոր է, նոր մարդիկ բերել, նոր մարդկանց կանչել, նոր անոթներ դառնալ, որպեսզի յուղը մշտական գա ու գա։ Այն եկեղեցին, որ կանգնեց ու ասեց, այլ անոթ չունենք, յուղը դադարելու է։ Դրա համար սիրելիներս, գնանք, բերենք, լեցնենք, քիչ չհավաքենք, թող շատ լինեն, թող այդ անոթները շատ լինեն, որպեսզի մշտական յուղը հոսի։ Փառք Տեր։ Այս հրաշքը անելուց հետո Եղիսեն գնում էր Կարմեղոս եւ այնտեղ մարգարեների որդիներին ուսուցում էր տալիս, սովորեցնում էր, ուղղում էր նրանց, որովհետեւ մարգարեների որդիները երբ որ տեսան Եղիսեն Եղիայի վերարկուով խփեց Հորդանանը կիսեց ու ցամաքով անցավ, նրանք ընդունեցին Եղիսեի հեղինակությունը, որովհետեւ նա Եղիայի զորությունով էր գործում։ Երբ որ նա գնում էր Կարմեղոս, անցնում էր Սունամի մեջով։ Եվ Սունամում կար մի հարուստ կին։ Երբ որ տեսավ Աստծո մարդուն, ամուսնու հետ որոշեցին հյուրասիրեն, պատվեն Աստծո մարդուն։ Կանչեցին, հյուրասիրեցին, պատվեցին, ճանապարհ դրեցին, հետո տեսավ հաջորդ օրը, մյուս օրը նորից էլի անցնում է։ Եվ ինչ որոշեց այս կինը։ Ասեց՝ մի վերնատուն պատրաստեմ Աստծո մարդու համար։ Որ ամեն անգամ գա իր համար, իր տան մեջ, պարկի, հանգստանա, նոր ճանապարհ գնա։ Եվ ամուսնու դուրն էլ եկավ, երկուսով միաբանվեցին եւ վերնատուն կառուցեցին Եղիսեի համար։ Եվ Եղիսեն անցնում էր, ասեցին, այս վերնատունը քոնն է այսուհետև։ Երբ ուզենաս, որ ժամին ուզենաս, այս վերնատունը քոնն է։ Եվ Եղիսեն քնեց, հանգստացավ վերնատան մեջ, առավոտյան կանչեց կնոջը ու ասաց. Ինչ անեմ քո համար։ Դու այսքան հոգացիր իմ համար, այսպիսի լավ հրաշալի տուն ես սարքել իմ համար, մաճակալ ես դրել, սեղան ես դրել, լամպ ես դրել, որպեսզի ես կարողանամ նստեմ, գրեմ, ինչ անեմ ես քո համար։ Ասեց ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Ասեց կարող է խնդիր ունես իշխանավորների հետ, ասա։ Ես ծանոթներ ունեմ իշխանավորների հետ։ Չէ, ասեց, ոչ մի խնդիր չունեմ։ Ասեց մի բան մենակ, երեխա չունեմ։ Եղիսեն ասեց մյուս տարի դու երեխային կգրկես։ Ասեց մի ծաղրի, ասեց աղախնիդ։ Դա հնարավոր չի, որտեվ ամուսինս ծեր է։ Հնարավոր չի, որ մենք երեխա ունենանք։ Եղիսեն ասեց, եթե Տերը մի բան ասում է, ուրեմն կատարվելու է։ Եվ գիտեք սիրելիներ, իրականում կատարվեց այս հրաշքը։ Մյուս տարի այս կինը ունեցավ տղա երեխա ունեցավ։
Նրանք ուրախացել էին այդ երեխայով, մի քանի տարեկան էր այս տղան, հոր հետ այգում աշխատում էր եւ հանկարծ այս երեխայի ուժեղ գլխացավեր սկսեցին, կարծում եմ հնարավոր է նաեւ ուղեղի կաթվածք ունեցավ այս երեխան եւ ուղարկեցին մոր մոտ, երբ որ հասավ մոր մոտ երեխան մահացավ։ Եվ այս կինը երբ որ տեսավ, որ իր երեխան մահացել է, պանիկայի մեջ չընկավ, սիրելիներ, վերցրեց այդ երեխային ու բարձացավ վերնատուն եւ իր երեխային դրեց մահճակալի վրա եւ գնաց իր ամուսնու մոտ ու ամուսնուն չասեց, որ մեր երեխան մահացել է, ասեց ինձ մի հատ էշ թամբի, ես գնում եմ Մարգարեի մոտ, ասեց բայց այսօր այդ օրը չի, ասեց գործ ունեմ, թամբի գնում եմ, երբ որ հասավ Կարմեղոս Մարգարեի մոտ, Մարգարեն ասեց ինչ ա եղել, ասեց ինչի էիր դու, եթե սենց պետք է լիներ իմ երեխան մահանար, ինչի տվեցիք այդ երեխան, ինչի տվեց այդ երեխան ինձ Աստված։ Ու Եղիսեն հետաքրքիր բան ասում է ինձանից էլ էր ծածկված, որ սա պիտի լինի։ Ու մեկ էլ Եղիսեի ծառան Գեզին վերցրեց իր գավազանը ու վազելով գնաց, որպեսզի այդ գավազանը դնի այդ երեխայի վրա ու երեխան առողջանա։ Բայց այստեղ այս կինը ասում է չէ, ես ուզում եմ դու գաս։ Ես չեմ ուզում քո ծառան գա, ես ուզում եմ դու գաս։ Ու Եղիսեին համոզելով տենց գալիս են միջև տուն, Գեզին դնում է չի կենթանանում այս երեխան։ Երբ որ Եղիսեն մտնում է տուն, դուռը փակում է հետևից, պարկում է երեխայի վրա ու սկսում է շնչել երեխայի վրա, հետո նորից վեր է կենում, նորից պարկում է, շնչում է, ու այս երեխան 7 անգամ հազալուց հետո կենթանանում է։ Երբ որ կենթանանում է, վերցնում է դուռը բացում է, մորն է տալիս, ասում է վերցրա, Աստված կենթանացրեց քո երեխային։ Ուրախանում է այս կինը, բայց այս կնոջ պատմությունը սրանով չի վերջանում։ Ես որ հիմա ասում եմ սերներ, սրանք գլուխների մեջ է, իրար հետևից չի, սրանք տարբեր գլուխների մեջ է, ուղղակի ես կպցրել եմ իրար այդ ժամանակի առումով ձեզ ներկայացնում եմ։ Դուք կարող եք կարդալ 4-րդ թագավորաց սկզբի գլուխները բոլորը Եղիսեի հրաշքների մասին է։ Եվ կանչում այդ սունամացի կնոջը Եղիսեն ու ասում է 7 տարի սով է լինելու։ Վերցրու քո երեխային, քո ընտանիքը ու գնա Մովաբի երկիրը։ 7 տարի սովից հետո նոր կվերադառնաք։ Այս կինը լսում է, հնազանդվում է եւ գնում է այն երկիրը։ Հետո երբ որ վերադառնում է, հետաքրքիր բան է լինում, գնում է թագավորի մոտ։ Գնում է թագավորի մոտ, թագավորն ասում է թագավորին վերականգնիր իմ ունեցածը, որտեվ ես այստեղ կալվածք եմ ունեցել։ Թագավորն ասում է ես ինչ իմանամ, դու կալվածք ես ունեցել այստեղ։ Ու այդ ժամանակ հետաքրքիր է թագավորի պալատում այդ նույն պահին թագավորը խոսում է Եղիսեի ծառա Գեզիի հետ։ Եվ Գեզիին ասում է պատմի ինձ Եղիսեի կատարածների մասին։ Ու հենց այդ պահին Եղիսեն ասում է ըհը, այս կինն էլ հենց այն կինն է, որի տղուն հարություն ա տվել Եղիսեն։ Երբ որ թագավորը լսում է, որ այդ կինն է, որի Եղիսեն հարություն ա տվել, կանչում է ներքիններից մեկին, ասում է գնացեք կալվածքը իրա վերադարձրեք։ Ես սա պատահական չեմ համարում սերներ, որտեվ ճիշտ ժամանակ, ճիշտ տեղին Աստված գործում է, եթե դու հնազանդ ես իրան։ Հիմա ինչ ունենք այս պատմությունից մենք սովորելու։ Սերներ, ամենակարևոր բանը, որ ունենք սովորելու, այս սունամացի կնոջ նման վերնատունը տանք Աստծուն։ Վերնատունը տանք Տիրոջը։ Ասենք մեր վերևի տունը քոնն է, դու թագավորի, դու իշխի, դու տնօրինի։ Ու Տերն էլ երբ որ մենք տալիս ենք, Տերն էլ ասում է, ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ։ Եվ գիտեք, այս սունամացի կնոջ նման մենք ոչ թե հարստություն պիտի խնդրենք, ոչ թե ինչ-որ մի բան, այլ Տեր, ես ուզում եմ պտղաբեր դառնալ։ Ես անպտուղ եմ, ես ուզում եմ պտղաբեր դառնալ։ Եթե Տերը գալիս է մեր կյանքի մեջ, մեզ դարձնում է պտղաբեր, սիրելիներ։ Եթե քո կյանքի մեջ, որ դուռը ծեծում է ու դու բացել ես իր համար եւ նա եկել է քո կյանքի մեջ քո հետ ընթրիկ անելու, նա պտղաբեր է դարձնելու քո կյանքը։ Քեզ իմաստություն է տալու, որպեսզի դու իմաստությամբ ապրես քո օրերը։ Քեզ տալու է սեր, քեզ տալու է խաղաղություն, համբերատարություն։ Սա է պտղաբերությունը, որ դու ամեն իրավիճակների մեջ ոչ թե գլուխդ կորցնես, այլ ամեն իրավիճակների մեջ հասկանաս,
որ նա կա իմ ապավենը, իմ զորությունը եւ ինձ կարող է օգնել իմ դժվարությունների ժամանակ։ Այս պատմությունից մի բան էլ կա սովորելու, սիրելիներ, եւ շատ կարեւոր է, որ ուզում եմ, որ դուք իմանաք։ Այո, Աստծո ծառաները կարեւոր են, սիրելիներ։ Աստծո ծառաները գործում են Աստծո անունից, բայց այստեղ այս կինը մեզ մի դաս է տալիս։ Աստծո ծառայից առավել ես քեզ եմ ուզում, Աստված։ Հենա ծառաս գալիս է, գբժշկի, չէ, ես քեզ եմ ուզում, որ դու գաս։ Ես ուզում եմ, որ դու անձամբ լինես, ես ուզում եմ, որ դու անձամբ իմ կյանքի մեջ գործես, ես ուզում եմ, որ քո հետ լինի իմ կապը, որ դու անես այդ հրաշքը, ես քեզ եմ ուզում։ Այստեղ ոչ թե նսեմացնում եմ Աստծո ծառայի գործը, սիրելիներ, այլ կարևորություն եմ տալիս ավելի Աստծո ներկայությունը մեր կյանքի մեջ, որտեղ դու կարող ես մի տեղ լինես, որտեղ չլինեն Աստծո ծառաները։ Դու կարող ես մի վայրում լինես, որտեղ հնարավոր չլինի Աստծո ծառաներին քեզ հասնել, բայց Աստված ամենուրեք է եւ կարող է քեզ հասնել, եթե դու նրան բարձրալին քեզ ապավեն ես դարձրել։ Դրա համար, սիրելիներ, այն որ մի հատ թեթևակի խնդիր ես ունենում, մի շտապ զանգի հովիվին, վայ, խնդիր ունեմ, վայ, աղոթեք իմ համար, այլ զանգի Հիշում եք, ես էլի ասել եմ սրա մասին, առաջի անգամ գնացել եմ հավաքույթի, քարոզիչն ասում է, ես այսօր ձեզ ասել եմ Աստծո հեռախոսի համարը։ Ես մի օմիտ հավատում եմ։ Ասում է, գրեք 50 14 15։ Ասես հասնեմ տուն զանգելու եմ։ Հետո դու մի ասես, Սաղմոս 50-ի 14 15 համարն է։ Կանչի ինձ նեղության օրը եւ ես քեզ կպատասխանեմ։ Սիրելիներ, քո նեղության ժամանակ, քո իրավիճակների ժամանակ, դու կանչի իրան, դու փնտրի իրա երեսը, դու ասա դու պիտի լինես իմ Տերը, իմ Տիրականը, իմ հրաշագործը, իմ փրկիչը, դու պիտի լինես։ Ես չեմ ուզում մարդուն դարձնեմ ինձի վեմ, չեմ ուզում մարդուն դարձնեմ ինձի ապաստանարան, ես ուզում եմ դու լինես իմ ապաստարանն ու վեմը։ Քո կատարածը քննելի է, ինչ որ դու անում ես, որտեվ քո արածները իրականում զարմանալի են, այս 14 հրաշքները, որ դու Գեղիսեի կարդաք, զարմանալի են, անպատկերացնելի են այն, ինչ որ ինքը արել է, սերներ։ Գնացել էին դդում հավաքելու, վայրի վարունգներ ա գրած, դդմիկներ, այն էլ թունավոր դդմիկներ էին հավաքել մարգարեների որդիները, բերել էին ճաշ էին պատրաստել, որ պետք է նստեին ուտեին սաղմերն էին։ Մեկ էլ մեկը զգաց, որ ստեղ մահ կա, թունավոր է։ Ասեց, մահ կա, սրա մեջ չուտեք հանգարց։ Լավ սոված էին, ոչ չուտեին։ Եղեսեն ասեց, ալուր բերեք։ Ալուրը բերեցին, ցանեց, ասեց, այսուհետև այստեղ էլ մահ չկա։ Հանգիստ կերեք։ Ու հանգիստ կերան ու ոչինչ չեղավ։ Սերլիներս, իրականում Աստծո գործերը անքննելին ու զարմանալի են։ Եղիսե մարգարեի վերջի հրաշքը, որը տեղի է ունեցել, ինքը զավեշտալի պատմություն է։ Եղիսեն մեռած ժամանակ հրաշքը արե։ Դուք պատկերացնում եք, մեռած մարդը հրաշք անի։ Կարա տենց բան լինի։ Այդպես բան չի լինում, չէ՞։ Ուրեմն Եղիսեն իր հիվանդությունով 100 տարեկան էր, որ մահացավ։ Գրած է իր հիվանդությունով մահացավ, 100 տարեկան էր եւ նրան տարան թաղեցին։ Մի տարի հետո, երբ որ գրած է մեկին մի մարդու տանում էին թաղելու գերեզմաններ, գալիս էին ու այնտեղից թշնամիները հարձակվում են։ Երբ որ թշնամիները հարձակվում են, հիմա կամ պիտի մեռելին թաղեն, իրանք էլ հետը թաղվեն, կամ պիտի թողեն մեռելին ու փախնեն։ Ու իրանք ստիպված են լինում իրանք մեռելին գցելու ու փախնելու։ Իրանք որ գցում են այս մեռելը գլորվելով գնում է, կպնում է Եղիսեի գերեզման, Եղիսեի ոսկորներին։ Ու հարություն է առնում։ Երբ որ հարություն է առնում, տեսնում է անդից թշնամին հարձակվում է։ Այս սկսում է փախնել։ Այս թաղողները, որ տանում են, շրջվում են, տենում են, այս մեռածն ընկել է իրանք հետևից, ավելի ուժեղ են փախնում։
Գիտեք, ամեն անգամ ես հրաշքները, այս պատմությունները, որ ես կարդում եմ, ավելի եմ սենց զորությունով լցվում։ Լցվում եմ, որ իմ պաշտած Աստվածը, այո, հումորով Աստվածը, այո, ինքը հումոր ունի, այնպեսի բաներ անում, որ հիմա տեսեք մենք ծիծաղում ենք, եթե այս պատմությունը եղած չլներ, այդ մարդը հարություն առավ մեռելներից։ Եվ Եղիսեն իրականում այն մարգարեն է եղել, որի ուսմունքը նոր կտակարանում օգտագործվել է։ Գիտեք, որ ուսմունքը Եղիսեի, եթե թշնամից սոված է, հաց դու իրան, եթե ծարավ է, ջուր դու իրան, որտեվ այդ ժամանակների մեջ այդ ուսմունք կրողը, այդ պիտի շնորհքի գաղափար ունեցող մեկը լիներ, որ երբ որ ասորիները մեծ բանակով հարձակվել էին Սամարիայի վրա, Եղիսեն ոչ թե վերացնել տվեց Եղիայի նման կրակ իջեցրեց երկնքից, այլ Եղիսեն ասեց Տեր, թող կուրանա նրանց աչքերը։ Երբ որ կուրացավ նրանց աչքերը, դուրս եկավ եւ ասեց. ահա այստեղ է քաղաքի դուռը, եկեք, բոլորին մցրեց զորքը քաղաք, հետո աղոթեց. Տեր, հիմա բացի իրանց աչքերը։ Բացվավ իրանց աչքերը, տեսան գերի են ընկել։ Բոլոր թշնամիները գերի են ընկել։ Ահա, թագավորն ասեց, ընկել են իմ ձեռը, հեսա բոլորին սպանեմ։ Եղիսեն ասեց, դու քո զորությունով իրանց վերցրեցիր գերի, որ հիմա ուզում ես սպանես։ Հիմա հաց ու ջուր տուր, թող ուտեն ու խմեն։ Չլսված բան էր այն ժամանակների մեջ, թշնամուն հաց ու ջուր տալը։ Բայց ենթարկվեց թագավորը Եղիսեի հրամանին։ Երբ որ հաց ու ջուր տվեց, կերան ու խմեցին, գիտեք ինչա գրած, այլևս չվերադարձան այդ մարդիկ պատերազմի հերաների դեմ, որովհետև բարությունը ավելի ուժեղ է, քան չարությունը, որովհետև երբ որ դու բարություն ես գործում քեզի չար կամեցողի կյանքի մեջ, հիմնահատակ փոխում ես իր կյանքը, կրակի կայծեր ես դիզում նրա գլխին, որովհետև Հիսուսն ասեց, բարի արեք, Հիսուսն ասեց, չարության փոխարեն չարություն մի հատուցեք, այլ բարիով հաղթեք չարին։ Եվ այսօր մենք այս ուսմունքով ենք սերներ շարժվում, բարիով հաղթելու չարին, աղոթելով հաղթելու, աղոթելով մարդկանց համար, բարություն անելով, քենչ քշելով մարդկանց աղոթում ենք, որպեսզի այդ մարդկանց կյանքը փոխվի։ Սերելիներ, մեծ բաներ ես միշտ ասում եմ, մի պահանջեք այդ մարդկանցից, այդ մարդիկ մեռած են ու կույր են, հոգևորապես կյանքի մեջ մեռած են ու իրանք կույր են, իրանք չեն տեսնում։ Այսօր շատ անգամներ, երբ որ նկատում եմ հավատացյալ հոգևոր մարդիկ գնում են ու աշխարհիկ մարդկանցից պահանջում են, որ իրանք ծոմ պահեն կամ երկար աղոթ, լսեք, այդ մարդիկ չեն կարող դա անեն։ Քանի դեռ դու հոգևոր չես դարել, վերստին ծնուն չես ապրել, դա քո համար հիմարություն է, դա քո համար տանջալի մի բան է, որտեվ հոգևոր մարդիկ են հոգևոր բաները հասկանում։ Քո նպատակը մի բանում է կայանում, այդ մարդկանց ծանոթացնես Աստծուն, այդ մարդկանց կյանքի մեջ բերես դեպի լույսին, որ լույսը լուսավորի այդ մարդկանց։ Այն մնացածը, երբ որ կբացվի իրանց աչքերը, եկեղեցին հենց դրա համար է, որ այդ մարդիկ գան, կրթվեն, սովորեն, իմանան, ճանաչեն Տիրոջ մասին։ Եվ այն տնային խմբակներն էլ որպես հոգևոր ընտանիքներ, նրա համար է, որ այդ մարդը հարցեր ունենա, այնտեղ պատասխանվի իր հարցերին, որ ինքը կարողանա ճանաչողություն ձեռք բերի, ով է մեր պաշտած Աստվածը։ Սերիներ, ինչպես ասեցի, Եղիսեն ապրեց 100 տարի։ 6 թագավորների ժամանակաշրջանում Աքաբից մինչև Հովաս թագավորը ծառայեց 65 տարի բեղուն Աստծո զորությունով լցված տարիներ։ Ես ուզում եմ այսպիսի Աստծո մարդ լինել։ Իսկ դու ուզում եք այդպիսի Աստծո մարդ լինել։ Եթե մենք ուզում ենք այսպիսի Աստծո մարդ լինել, այս Աստծո մարդը սկսեց Եղիայի ձեռներին ջուր լցնելուց։ Այս մարդը սկսեց Եղիային ծառայելուց։ Այս մարդը միանգամից չդառավ հզոր մարգարե։ Այս մարդը ծառայությունից սկսեց, ճանաչողությունից սկսեց, հետո նոր դառավ։ Մեկը տեսնում ես, մեկը գալիս է եկեղեցի ու մեկը ուզում է հովիվ լինի։
Լավ բան ես ուզում, բայց դու չես կարա մի անգամից հովիվ լինել, դու ճանապարհ պիտի անցնես, դու պիտի կարողանաս սովորել, կրթվել, ծառայել մարդկանց, քո վերաբերմունքը պիտի տեսնեն ավակները, քո մասնակցությունը պիտի տեսնեն եկեղեցուն, քո շնորհքը պիտի հայտնաբերվի եկեղեցուն, եւ քո եթե Աստված քեզ տվել է հովության այդ շնորհքը, քո կողքը մարդիկ կսկսեն հավաքվել։ Սա մի անգամից չի լինում, սերներ, սա ճանապարհը, որ ամեն մեկս, եթե ուզում է Տիրոջը ծառայի, ամեն մեկը ինչ շնորհքով որ ուզում է ծառայի Տիրոջը անցնի։ Ես ուզում եմ, սերներ, եւ եթե դու էլ այսօր վերանայի քո կյանքը, խոնարհվի նրա առաջ, պատրաստ եղիր ծառա դառնալու, ժամանակին քո մասին էլ կպատմեն ուրիշներին։